Բարև ձեզ, մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը։ Արդեն ինչքան ժամանակ է, ուրեմն եկել հասել ենք 2020 թվականի պատերազմի առաջին օրեր, ընդհանուր թեման ուրեմն քաղաքական էլիտաների դիրքորոշումն է, արձագանքն է պատերազմի ժամանակ։ Ու թեման լավ երկար է, անցյալ անգամ էլ ասացի, որ ոնց որ իմ նախատեսվածից շատ ավելի երկար է, շատ ավելի դանդաղ տեմպով են գնում առաջ եւ իրականում մի քիչ ավելի լայն ենք խոսում, քան այն ինչը որ որպես թեմայի սկզբանե ուրեմն պայմանավորվել ենք։ Այսօր ընկերներից մեկի հետ էլ էի խոսում, այնտեղ մեր մարտականի գրասենյակում, ասում է հնարավոր է մի քիչ արագացնենք, ասում տեսականորեն հնարավոր է, բայց ճիշտը որ ասեմ, արդեն այդքան հեշտ չի։ Ոլավ եթե եկել ենք sense ոնց որ այդ մխրճվել ենք այդ թեմայի մեջ, չենք կարող ասենք կտրուկ ձևի արագացնենք, ասինքն մտել ենք սրա մեջ, պետք է դիմանանք, համբերություն ցուցաբերենք եւ գնանք առաջ եւ ինձ թվում է, չնայած որ ես ինքս մի կողմից մտածում եմ, որ դանդաղում ենք ու մի տեսակ շատ ենք դետալների մեջ մտնում, բայց մյուս կողմից ինձ թվում է հետաքրքիր է, ինձ ամենայն դեպս հետաքրքիր է։ Ես ինքս այս դետալներով չէի հիշում եւ այս դետալներով չէի խորացել նաեւ այն ժամանակ այս բանի մեջ, իրադարձությունների մեջ, որտեղ նաեւ հասկանալ է այդքան, ասենք, ոնց որ մի քիչ ավելի sense հանգիստ խորանալու ոչ ժամանակ, ոչ տրամադրություն կարել ժամանակ, ամեն դեպքում միգուցե եւ արագանանք, կփորձենք արագանալ, բայց կտրուկ արագանալ արդեն չեն կարող, նույնիսկ եթե շատ ուզենանք, նույնիսկ եթե ես ինքս շատ ուզենամ եւ հոգնեմ։ Հիմա անցնենք առաջ։ Պատերազմի առաջին օրերում ենք դեռ եւ սկսենք մի հետաքրքիր հանդիպումից, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին Արցախի մայրաքաղաքում Ստեփանակերտում հանդիպեցին Արցախի Հանրապետության 3 նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։ Ռոբերտ Քոչարյանը արդեն Արցախ է մեկնել։ Ինչ էին իրենք իհարկե խոսացել այդ հանդիպման ժամանակ պաշտոնապես մեզ հայտնի չի կամ իբր հայտնի չի եւ բնականաբար հաղորդագրության մեջ էլ որևէ մանրամասներ չկան։ Իհարկե մենք շատ բաներ կարող ենք ենթադրել, բավականին վստահելիորեն ենթադրել, բայց հիմա մի հատ աղբյուր ունենք, արդեն այսքան տարի անց ունենք մի աղբյուր։ Խոսքը այն ցուցմունքների մասին է, որ Բաքվում ուրեմն այդ օրերի մասին այդ խեղ դատավարությունը, կեղծ դատավարություն, ասենք ինչ ոնց դա կոչենք, այդ կեղծ process-ի դատական process-ի ընթացքում տվել են Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։ Իհարկե միանգամից կարող եք ասել, որ ազնիվ չի այդ վկայություններին հղում անել։ Ես ինչ որտեղ գուցե համաձայնվեմ, իրոք այդտեղ մի քիչ կամ միգուցե որոշակի սահման ենք խախտում կամ սահմանի վրա ենք։ Ես էլ շատ երկար մտածեցի, արժի թե չարժի հղում տալ այդտեղ հնչած հայտարարություններին, բայց մյուս կողմից ամեն դեպքում որոշեցի, որ արժի, այս դեպքում արժի բացառություն անելով, որովհետև կարծում եմ բավականին վստահելի է տվյալ դեպքում, այս տվյալ վկայությունը բավականին հավաստի է, որովհետև խնդիրը այն է, որ ամբողջ կոնտեքստի մեջ, երբ որ տեղադրում ես այն ինչը որ մենք արդեն գիտենք, վերլուծել ենք, այս 5 տարվա մեջ նաև հասկացել ենք եւ այն ժամանակ էլ ինչ որ չափով հասկանում էինք կամ զգում էինք, այն ինչը որ իրենք այս օրերի մասին եւ այս հանդիպումների հետ կապված այնտեղ պատմել են վերջերս Բաքվում մոտավորապես մի ամսվա բանի մասին եմ խոսում, միգուցե մի քիչ ավել, կարծում եմ բավականին հավաստի է։ Ինչ են ասում, ուրեմն եւ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, որ իրենք պատերազմի հենց առաջին օրերից, իսկ սա հենց առաջին օրերն են, ամեն գնով ուզում էին ուրեմն Արայիկ Հարությունյանին հասցնել այն ուղերձը եւ ի վերջո հետո հասցրել են, որ պետք է այդ մեզ արդեն հայտնի ծանոթ ուղերձը սրա մասին խոսել ենք եւ նաեւ վերլուծել ենք թե ինչ էինք նշում, օր առաջ դադարեցնել պատերազմը, անհապաղ ելք գտնել, որպեսզի պատերազմը դադարի, այսպես ասած խաղաղություն լինի, բանակցություններ լինեն եւ այլն եւ այլն։ Այն ինչ որ առաջին հայացքից թվում է շատ այսպես ճիշտ դիրքորոշում, մարդասիրական, բայց մենք վերլուծել ենք, որ դա իրականում ինչ է նշանակում պատերազմի ընթացքում նման ուրեմն դիրքորոշման հանդես գալը, դա նշանակում է հանձնվելու կոչ։ Դա այլ բան չի նշանակում, քան հանձնվելու կոչ, եւ այստեղ հետաքրքիր է, որ իրենք Ռոբերտ Քոչարյանի հետ են նաեւ հանդիպում եւ Ռոբերտ Քոչարյանի առումով էլ մենք հիմա էլ կարող ենք էլի արդեն այս վերջին իրադարձությունները եւ հայտարարությունները նաեւ դրանք հաշվի առնելով վստահ լինել, որ հենց սրա մասին են այս երեքը խոսել են, թե ինչպես իրենք կարողանան այդ ուղերձը հասցնել Արայիկ Հարությունյանին եւ ինչպես ընդհանրապես այդ իրենց նպատակին հասնել,
պատերազմը դադարեցնելու, այսինքն հանձնվելու։ Ռոբերտ Քոչյանի հետ էլ կապված էլ մենք ունենք հենց իր վերջին էլի էս մեծ ասուլիսը որ տվեց, թե հետո էլ են ուսանողների մոտ ինչ որ դասախոսություններ կարդում, ինչ են անում, այդտեղ էլ ինքը շատ հստակ նշում է, որ ինքը կողմնակից էր այսպես ասած պատերազմը դադարեցնելու, որ խնդիրը դա էր, պատերազմը դադարեցնելն էր կամ մինչև այդ համաձայնվել է այդ Լավրովյան պլանին եւ այլն, ինչը ինքնին գաղտնիք չի, երբ որ քաղաքական իրադարձությունների մոտիկից հետևում ես, այն ժամանակ էլ էր դա պարզ, դա 2020-ից առաջ էլ էր պարզ, որ այդ գծի մեջ է։ Բայց այստեղ բաց կերպով եւս մի անգամ դա հաստատում է եւ ինչն է այստեղ ավելի կարեւոր է։ Հիմա մենք իհարկե վերլուծեցինք, որ այդ պատերազմը դադարեցնելը օր առաջ, չգիտես ինչի իդեպ, չէ, մենք խոսում ենք պատերազմի առաջի օրերի մասին եւ մեծ հաշվով դեռևս չկան այնպիսի լուրջ հիմքեր, որ մենք ենթադրենք, որ Հայաստանը պետք է անպայման պարտվի այս պատերազմում։ Նույնիսկ եթե որոշակի դիրքային անհաջողություններ կան, իսկ սեպտեմբերի 30-ի դրությամբ ոչ մի լուրջ ճեղքում ճակատում չկա, մենք խոսել ենք ճակատի նաև իրադարձությունների մասին, առանձին մի քանի հաղորդում խոսել ենք հենց այս շարքում, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ դեռ չկա։ Մոտավորապես հոկտեմբերի 3-ի կողմերն է առաջին լուրջ իրական հաջողությունը ունենում Ադրբեջանը հարավային ուղղությամբ, նաև մասամբ հյուսիսային ուղղությամբ, բայց սեպտեմբերի 30-ին կան ընդամենը մի քանի դիրքեր էլի հարավի ուղղությամբ, որոնք իրենք վերցրել են, այդ դիրքերի մի մասը մերոնք հետո հետ են վերցրել եւ ոչ մի լուրջ դեռ բան չկա այդտեղ, ասենք ենթադրել, որ չի գնում դեռ իրավիճակը դեպի այդպիսի դրամատիկ իրավիճակ չի, որ գոնե ֆորմալ արդարացում ունենա այդ ամեն գնով շուտապույտ ուրեմն դադարեցնելու դիրքորոշումը, տրամադրությունը, այսինքն այդ իմաստով ինքնին շատ բնական չի եւ ինչ ա եղել, կարող է հակառակը հաղթում է հայկական կողմը եւ այդ դեպքում ընդհանրապես Արցախի հարցը լուծվում է այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, որ դա պետք է լուծվի։ Բայց այստեղ էլ եմ ասում, այդ իր հերթին դրա մասին խոսենք, բայց շատ ավելի կոնկրետ բան է իհարկե այստեղ նշանակում, ոչ թե ընդհանրապես հանձնվել, աբստրակտ, այլ խոսքը նրա մասին է, որ ընդունել ռուսական պլանը եւ էլ ավելի կոնկրետ, որպեսզի ռուսական խաղապահ զորքը մտնի Ղարաբաղ։ Այս դրա մասին են հաստատ այս երեքը այդտեղ հանդիպել խոսել, ինչպես իրենք անեն, որպեսզի ռուսական զորքը մտնի Ղարաբաղ։ Դրա համար բնականաբար հայերը պետք է դադարեցնեին դիմադրությունը, ընդունեին պայմանները, այսինքն այն տարածքները թողնեին եւ ռուսական զորքը մտներ Ղարաբաղ որպես Արցախի հայերի անվտանգության երաշխավոր։ Եվ այստեղ ես ուզում եմ ասել, քանի դեռ այդ թեմային էլ, այդ նուրբ թեմային ամեն դեպքում անդրադարձել եք այդ Բաքվի դատի, որ հենց այս օրվանից, դա սեպտեմբերի 30-ն է, պաշտոնապես կարող ենք հաշվել այն ճանապարհը, սա առաջի քայլն է այդ ճանապարհին, իհարկե պայմանական առաջի քայլ է, բայց առաջի քայլն է այն ճանապարհի, որը ցավոք սրտի այս երկու մարդուն տարավ հասցրեց այնտեղ, որտեղ հիմա իրանք են, այսինքն Բաքու։ Ես իհարկե սա իրոք ես ցավով եմ ասում, ինձ համար նշանակություն չունի, թե ես ում ինչպես եմ վերաբերվում, ինձ համար իրոք, եթե անընդունել է ուղղակի, ոչ թե անընդունել է, իմ պատվին է կպնում, որ որևէ հայ, նույնիսկ ամենավատ հայ, կամ նույնիսկ հայ, որին ես չգիտեմ ամենաբացասական վերաբերմունքը ունեմ, Բաքվում դատվում է։ Ինձ համար դա իսկականից ստորացուցիչ չէ, բայց հիմա այդ զգացմունքային կողմը մի կողմ, մենք պետք է այս կարևոր է արձանագրել, թե որտեղից է սկսվում այս ճանապարհը։ Այս ճանապարհը սկսվում է տվյալ դեպքում 2020 թվականի սեպտեմբերի 30-ից, երբ որ պատերազմի ժամանակ ագրեսիային ընդառաջ մարդիկ, ոչ թե մարդիկ սովորական, այլ առաջնորդները, ի պաշտոնի առաջնորդներ են այս մարդիկ եղել, անկախ իրենց որակներից, համապատասխանել են առաջնորդության որակներին, թե չեն համապատասխանել, ի պաշտոն եղել են, եւ այս մարդիկ այդ ընթացքում մտածում են ոչ թե դիմադրության մասին, ամեն գնով եւ մինչեւ վերջ, այլ մտածում են հանձնվելու մասին եւ մտածում են սեփական անվտանգության երաշխիքները փոխել օտար մի պետության անվտանգության երաշխիքներով։ Տվյալ դեպքում նույնիսկ էական չի, որ ռուսականի մասին է խոսքը։ Կարող է լինել ամերիկյանի, կարող է լինել ֆրանսիականի, շվեդականի, ինձ համար էական չի, սկզբունքն է այստեղ խնդիրը։ Եվ երբ որ իրենք փոխում են այդ անվտանգության երաշխիքը, որը հայկական բանակը պետք է լիներ, հրաժարվում են ըստ էության դիմադրության գաղափարից, հրաժարվում են ըստ էության անկախության գաղափարից եւ պատրաստ են ընդունել փաստացի օտար անվտանգության երաշխիք, այսինքն հրաժարվել իրական անկախությունից, իրենք ստացան ի վերջո այդ անվտանգության երաշխիքը չակերտավոր, որոնց գիտենք, որ ռուսական զորքը ի վերջո հայտնվեց Արցախում եւ գիտենք նաեւ դրա հետևանքները ցավոք սրտի
մենք պետք է երևի սեփական աչքերով ամեն անգամ ամեն ինչ տեսնենք, որպեսզի համոզվենք այս բարձ օրինաչափությունների մեջ, որը մեր պատմությունը մեզ բազմիցս ապացուցել է, եւ սա առաջին քայլն է, որ ռուսական զորքը հետագայում հայտնվեց եւ չկատարեց այն դերը, որը ինքը պետք է կատարեր, եւ հատկապես այս մարդկանց նկատմամբ մեծ մասը արցախցիների ուղղակի հայրենիքից զրկվեցին, իհարկե Հայաստանն էլ իրենց հայրենիքը, բայց իրենց փոքր հայրենիքից զրկվեցին, իսկ մի մասն էլ հայտնվեցին Բաքվում, որտեղ մինչև վերջ կարճած մնացին այդ մտածողությունից, որ մեր անվտանգությունը պետք է ապահովի ինչ-որ մի հատ օտար պետություն, տվյալ դեպքում Ռուսաստանը, եւ նույնիսկ ես չգիտեմ, որքան հասկանում եմ, ամենավերջի րոպեներին էլ էլի հավատացին այն երաշխիքներին, գոնե ըստ լուրերի կամ այն բաների, որ մեզ պատմում են, իհարկե չեմ կարող 100% ես չեմ կարող ասել ինչ ա եղել այդտեղ այդ վերջի օրերին, վերջի րոպեներին, այս մարդկանց հետ կապված, բայց որքան մենք հասկանում ենք, նույնիսկ այդ վերջի րոպեներին, վերջին օրերին իրենք շարունակեցին կարճած մնալ այդ հույսից, եւ այդ հույսը իրանց տարավ հասցրեց ամենաանցանկալի տեղը, որ երևի եւ իրենց համար եւ բոլորիս համար ամենաանցանկալի տեղը, որտեղ կարող էր որևէ հայ ղեկավար, այն էլ Արցախի ղեկավար հայտնվել։ Ինչպես նկատեցիք, Ռոբերտ Քոչարյանը արդեն Արցախում է, չգիտեմ, մենք կարծեմ սրա մասին չենք խոսել, կարծեմ արդեն ամսի 28-ից թե 29-ից Արցախում է, այս առումով ուղղակի տենց հիշողությանս եկավ մի բան, երևի թե արժի որ պատմեմ, երբ որ ես այդ օրերին իմացա, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախում է, անմիջապես շփոթվեցի ճիշտն ասած, այնացավ, որտեղ ինձ համար ճիշտն ասած այդ ժամանակ էլ էր պարզ թե ինչի համար է ինքը գնում Արցախ, ինչ ուղերձով, ինչ նպատակներով, իմ համար գաղտնիք չկար, այնպես չի որ ինչ որ հույժ տենց ինֆորմացիաների էի տիրապետում, ուղղակի ամբողջ կոնտեքստից եւ իմ փորձից, իմ վերլուծությունից ինձ համար պարզ էր, եւ բնական մենակ ինձ համար չէր պարզ, բայց ամենայն դեպս եւ անմիջապես կապվեցի ինձ հասանելի կապերով կապվեցի մեր ուրեմն բավականին տենց լուրջ դիրք զբաղեցնող պաշտոնյաներից մեկի հետ, ոչ ամենաբարձր դիրքը, դրա հնարավորությունը չունեի, բայց էլի բավականին լուրջ դիրք զբաղեցնող եւ ասացի, որ այս ինչա կատարվում, չէ՞ Ռոբերտ Քոչարյանը Արցախում։ Ինչը ընդհանրապես թույլատրել դա, ասես բա մենք ինչ անենք, բա մարդ ա գնացել է եւ այլն, օրենք, չգիտեմ, ինչ որ բաներ սկսեց ինձ պատմել, ինչի մասին եք դուք ընդհանրապես խոսում, ինչ ես խոսում։ Այստեղ օրենքի խնդիր չկա, սա պատերազմ է եւ դուք էլ պետություն եք եւ պատերազմի ժամանակ դուք չեք հասկանում ինչի համար ինքը այնտեղ։ Դուք պետք է ամեն ինչ անեք, որպեսզի ինքը այնտեղ չգնար, չհայտնվեր։ Ինչ ձևով դա ձեր գործն է։ Կուզեիք իրան կզգուշացնեիք, որ ինքը այնտեղ պետք է չգնա։ Կուզեիք իրան, չգիտեմ, խոսեիք հետ, արգելեիք, եթե չլսեր, դա ուրիշ տարբերակներ կան այնպես անելու, որ մարդը չհասնի։ Պետությունը ունի այդպիսի լծակներ, տարբերակներ, որպես պատերազմի ժամանակվա մասին է խոսքը, որպեսզի արգելի չթույլատրի կամ այդ մարդը ուղղակի չհասնի այդտեղ։ Ես այդ խոսակցությունը հիշում եմ եւ հիշում եմ այդ բանը, որ դե բա մենք ինչ անենք եւ այլն, առաջին իմ տես լուրջ մտահոգություններից էր, որտեղ ես զարմացա։ Մինչև հիմա ճիշտ ասած չեմ հասկանում, իրանք դա լուրջ էին այդ ասում, թե ինչ որ մի քիչ թե ինչ էր, ես մինչև հիմա չեմ հասկանում, որտեղ մյուս կողմից պատկերացնել, որ այդ բավականին པարզ բան է, էլի, մի քիչ որ նույնիսկ քաղաքական մտածողություն էլ պետք չի։ Բավականին པարզ բան է դա, եւ ամենը դեպս այնտեղ ներսում կան մարդիկ, որ այդքանը կարող են հասկանալ, գոնե ես տենց եմ ճանաչում իրեն, որտեղ դա հետո շարունակվում է տարբեր էլ ավելի ակնհայտ, ասենք, աբսուրդ դեպքերով, օրինակ ասենք, հիշում եք, Վանեցյանը ղեկավարում էր ինչ-որ Շուշիում, ինչ-որ գործողություններ պաշտպանական ու տենց աբսուրդ դեպքեր, որ ասենք, այն էլ արդեն պատերազմի վերջն էր, որ ասենք պարզ է, չէ, որ այդ մարդիկ լրիվ այլ նպատակներ ունեին, լրիվ այլ խնդիրներ պետք է լուծեին, եւ ինչպես եք դուք թույլ տալիս, որ դա լինի, հիմա չգիտեմ ինչով կբացատրեք, միամտությամբ կբացատրեք, թե հակառակը, թե նաեւ հատուկ նաև ապահովագրելու կամ չգիտեմ ինչ որ մի բանի մեջ լինելու, բայց փաստը է եւ մինչեւ հիմա այս պատասխանատվություն եմ, բայց հատ ուրիշ բան հիշեցի։ Ի վերջո սրա հետ կապված, որ հասկանում են արդյոք թե չէ։ Իմ սեփական փորձից մի հատ բան հիշեմ, որ ոնց որ թե լավ էլ հասկանում են, երբ որ իրենց պետք է։ Այսինքն որ պետությունը կարող է որոշ արտառոց դեպքերում մի քիչ տես ֆորմալ լեգալությունից դուրս էլ գործել,
Օրինակ անցյալ տարի, երբ որ մենք մարտական եղբայրությամբ պետք է գնանք ոսկեպար եւ մարդկանց կոչենք կարևոր գնում ենք ոսկեպար եւ ահագին մարդ հավաքվեց մեզ հետ։ Նախորդ օրը դրա կանչեցին ինձ ոստիկանություն եւ տենց էլի զրույց ունեցանք այնտեղ բավականին բարձրաստիճան մեկի հետ եւ ինձ ասվեց, որ գիտես ինչ, երկար բավականին խոսացինք, սկզբում քաղաքական, հետո չգիտեմ իրավական եւ այլն եւ ի վերջո ինձ ասվեց այդ զրույցի արդեն ոնց որ որպես ավելի շատ ամփոփում, որ գիտես ինչ օրենքով կլինի, թե ուրիշ ձևի կլինի, բայց չեմ թողնելու, որ դու գնաք, եւ չեմ թողնելու, որ դու գնաս։ Եվ ես պատասխանեցի, այսինքն այդ տրամաբանությունը ընկալելի է այս բանի մեջ, այս իշխանության մեջ, այնպես չի որ ընկալելի չի, բայց իհարկե հիմա ես չեմ համատում մասշտաբները, հա, ես եւ ասենք Ռոբերտ Քոչյանը ոչ թե չեմ համատում մեր մարդների որակները, այլ բարձր մասշտաբներով տարբեր ենք որպես հայտնիություն, չգիտեմ, կշիռ քաղաքական եւ այլն, բայց նույնիսկ իմ դեպքում ոնց որ հասկանում էին, որ նման դրամաբանություններ կարող է լինել, իմ ասելով մեր ընդհանրապես մարդկանի դեպքում, ես ասացի, ես հասկանում եմ, ասացի։ Տեսեք, ես չասացի, այս ինչ ես ասում դու օրենքից դուրս բաներ ես խոսում, ոնց կարելի է բան, չմտա այդ քաղաքացիական ակտիվիստի դերի մեջ։ Ասացի, ես հասկանում եմ, ասացի։ Դու պետության մարդ ես, եւ եթե պետությունը համարում է, որ այնպիսի իրավիճակ է սպառնում պետությանը, այսինքն արտաքին վտանգի հետ կապված, անվտանգության հետ կապված այնպիսի իրավիճակ է, որ ինքը օրենքից դուրս է ստիպված գործել, ես հասկանում եմ, որ դու կարող ես դա անել, պետությունը դա կարող է անել, այլ բան ասի, որ դու ինձ բացարձակ չհամոզեցիր այս խոսակցության ընթացքում, որ այդ քայլով, որ մենք գնում ենք ոսկեպար, իմ պետությանը որևէ վտանգ եմ ես ստեղծում, ճիշտ հակառակը։ Դու ինձ չհամոզեցիր, բայց քո իրավունքն է, եթե դու համարում ես, որ կա, ես հասկանում եմ, որ դու որպես պետության ներկայացուցիչ իրավունք ունես այդ բանը ինձ ասելու եւ անելու։ Սա ուղղակի ես հիշեցի, ոչ թե որ կյանքս պատմեմ, այլ որ պետք է եղած դեպքում փաստորեն հասկանում են։ Իհարկե, այս դեպքը ես էլ եմ ասում, դա իրանք միևնույն սխալ էին, ոչ մի վտանգ իրական մեր ոսկեպար գնալը չէր ներկայացնում է ճիշտ հակառակը, բայց իրենց տեսակետից ներկայացնում էր, կամ իրենք այդպես էին ձևակերպում, իրենց էր իրականում վտանգ ներկայացնում, այստեղ է կարևոր տարբերությունը, ոչ թե պետությանը, իրենց համար էին այդտեղ, իրենց իշխանության համար էր վտանգ, եւ այդ դեպքում, երբ որ ոչ թե պետությանը, այլ իրենք լավ էլ հիշում եւ հասկանում են, որ արտակարգ իրավիճակներում պետությունը ինչպես կարող է գործել։ Մի ուրիշ սյուժե էլ շարունակում է մեր սիրած սյուժեներից, այս մեր խոսակցությունների վերջի պարոն Կապիրկինի հանդիպումները, որում հիշում եք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ է հանդիպում սեպտեմբերի սկիզբ, հետո Դաշնակցության հետ է հանդիպում պատերազմից մի 2-3 օր առաջ եւ հիմա հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ։ Անկեղծ ասած, այս մի հանդիպումը ես ավելի շատ հիշատակում եմ, որպեսզի հիշատակեմ, քանի որ այս սյուժեն մեր մոտ շարունակական է, բայց կոնկրետ այս հանդիպման հետ կապված շատ բան չկա ասելու, մի քիչ իմ համար անհասկանալի է, ինչու սկզբում Սերժի հետ, հետո նոր Ռոբերտ Քոչյանի հետ դեռ պետք է հանդիպի, դրան կանդրադառնանք, բայց սկզբում Սերժի հետ է հանդիպում, այս հերթականությունը մի քիչ ինձ համար անհասկանալի է, բայց ամեն դեպքում չունեմ բացատրություն, չունեմ մեկնաբանություն, բայց այստեղ խնդիրն է, որ հաղորդագրությունը, որը տարածել էր այդ առումով Սերժ Սարգսյանի ուրեմն գրասենյակը, ինքը հանուն արդարության պետք է ասենք, որ այս բոլոր մինչև հիմա մեր քննարկած հանդիպումներից եւ նման դեպքերից ամենասպենց ճիշտ ձևակերպումներով ամեն ինչ շատ նույնիսկ նյուանսներով մտածված է եւ ոչ մի այստեղ մենք այն նախորդ հանդիպումների պես չունենք նյութ, ես չեմ ուզում արդարացնեմ, ես չեմ բանում, բայց տվյալ դեպքում մենք ոչ մի թեմա չկա, որպեսզի մենք ասենք, այ տեսեք, այստեղ ինչ որ ուրիշ սխալ բան են խոսացել, որտեղ նույնիսկ ես մի երկու մեջբերում անեմ, որ դուք պատկերացնեք ոճը, որ ասում եմ 3 ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ, կուսակցության նախագահ, Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Սերգեյ Կապիրկինին, տեսեք նույնիսկ շեշտում եմ, որ ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ, սա էլ է շատ կարևոր ու հետաքրքիր, որ ինքն է խնդրել, ոչ թե մենք, այն մյուս հանդիպումների ժամանակ նման շեշտադրում չկա, հիմա չստացվի, չասեք Սերժի գովքն է անում, բայց մենք օբյեկտիվ պետք է լինենք բոլոր հարցերում, Սերժի հետ կապված էլ կլինեն հայտարարություններ, դեպքեր, որոնք միանշանակ չեն, բայց այստեղ մենք բան չունենք եւ այստեղ մնացածն էլ ամեն ինչ շատ այսպես Սերժ Սարգսյանը տեղեկացրել է ՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման եւ համազգային կոնսոլիդացիայի մասին,
ու բնական է քննարկել են հակամարտությունը, մնացածը տենց սովորական այսպես ստանդարտ բաներ են, ոչ մի առանձնապես, հա, նաև շեշտվում է ագրեսիա բառը, Ադրբեջանի ագրեսիա բառն է օգտագործում, սա նորմալ բան է, բայց ասենք մենք խոսել ենք մինչև հիմա մեր այս հայկական հայտարարությունների, բաների կոնտեքստում նույնիսկ սա այդքան նորմալ չի, որովհետև մյուս տեղերում մենք նույնիսկ այդ միանշանակ ագրեսիայի մասին չենք ուրեմն իմանում։ Մի խոսքով այս հանդիպման մասին այսքանը, քանի որ իսկականից զուտ ֆիքսում ենք որպես այն սյուժեի շարունակություն, բայց առանձնապես բան չկա։ Մյուս մեր սիրելի թեմային անցնենք Ռուսաստան, Թուրքիա թեմային, որին էլ մի սյուժե է, որին այս ընթացքում հետևում ենք, չնայած ասել ենք, որ ավելի շատ ներքաղաքական ենք խոսելու, բայց այս թեման կարծում եմ նույնպես դրա մանրամասները հետաքրքիր են, գայթակղությանը ամենատպես ես չեմ դիմանում, որ այս թեմայից էլ չխոսանք։ Ուրեմն հիշում ենք, որ առաջին օրերին պատերազմի Ռուսաստանի կողմից ըստ էության որևէ այսպես արձագանք չկա Թուրքիայի հետ կապված ուրեմն միջամտությանը եւ այլն, հակառակը այնտեղ կա խոսակցություն, որ Թուրքիայի հետ կապի մեջ են, խոսակցության մեջ են եւ այլն, բայց ոչ մի բան չկա։ Հիմա այստեղ որոշակի փոփոխություններ կտեսնենք, որ որոշակի արձագանք կա ռուսական կողմից, բայց խնդրում եմ հետևենք այս արձագանքի ուրեմն զարգացմանը։ Ուրեմն սեպտեմբերի 30-ին Պեսկովը, գիտեք, Պուտինի խոսնակն է, հարցնում են իրան Թուրքիայի վերաբերյալ, Թուրքիայի ներգրավման վերաբերյալ մի հատ շատ անորոշ պատասխան է տալիս, որ նույնիսկ անհասկանալի է այս պատասխանը։ Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը, որտեղ մարտական գործողությունները շարունակվում են, ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, մենք նաև մանրակրկիտ գրանցում ենք բոլոր հայտարարությունները, որ կատարում են միջազգային առաջնորդները, որոնք կատարում են աշխարհի տարբեր երկրների բարձր մակարդակում, ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ի պատասխան ուրեմն Թուրքիայի մասնակցության հարցին, այսինքն ոչ մի բան չի ասել մեծ շուտ։ Մի հատ տենց ուղղակի բառերի շարան է։ Բայց նույն Պեսկովը արի ուտես, որ հաջորդ օրը մի քիչ ուրիշ բան է ասում։ Այս նույն հարցի կապակցությամբ մեկ օր է անցնում։ Ասում է, որ անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի ուրեմն մասնակցությամբ եւ մասնակիցները նշել են տարածաշրջանում ծայրահեղ վտանգավորությունը կապված Սիրիայից եւ Լիբիայից զինյալներին այնտեղ տեղափոխելու հետ։ Այսքանն է ուրեմն, մնացածը դե մտահոգություն են հայտնել եւ այլն բանի հետ կապված, արդեն բուն պատերազմի հետ կապված, բայց այստեղ հանկարծ հիշատակվում են Սիրիա եւ Լիբիայի զինյալները, Թուրքիա անունը չի տրվում, բայց համենայնպես այդ զինյալների մասին խոսվում է եւ որոշակի մտահոգություն է, նույնիսկ ոչ թե որոշակի, այլ ծայրահեղ վտանգավորությունն է նշում։ Ինչ է տեղի ունեցել, ուրեմն մի օրում որոշակի փոփոխություն է։ Ես այն ժամանակ ճիշտ ասած նախկինում բացատրում էի նման հայտարարությունները Ռուսաստանից այս Սիրիայի զինյալների մասով, որ ուղղակի ցենց ապահովագրման համար է դա ասում, որտեվ հա, մենք իհարկե խոսել ենք, վերլուծել ենք, որ շանս չկա, տարբերակ չկա, որ այդ զինյալները այդտեղ հայտնվեին առանց Ռուսաստանի նախնական իմացության եւ իհարկե թույլտվության։ Եթե Ռուսաստանը չիմանար, որ նրանք այդտեղ հայտնվելու են, այսինքն Թուրքիան առանց Ռուսաստանին զգուշացնելու 2020 թվականին Ադրբեջան բերեր ինչ-որ Սիրիայի զինյալներ, Ռուսաստանի պատասխանը այս չէր լինելու։ Պատերազմի 3-րդ թե 4-րդ օրը, որ իրանք բան են, մտահոգված են կամ վտանգավոր են համարել։ Ռուսաստանի պատասխանը շատ կոշտ եւ շատ գործնական, հաստատ սա չէր լինելու։ Հա, բայց ամեն դեպքում ասում են, ուրեմն այդ մտահոգությունը հայտնում են, ես այդ ժամանակ դա բացատրում էի ավելի շատ որպես ապահովագրություն, որ հանկարծ ամենայնպես թուրք, այսպես ասած, բարեկամները իրենց չափերը չանցնեն, չափերը ճանաչեն, որ հրապարակային արձանագրվի այդ փաստը, որ Ռուսաստանը դա տեսնում է, որ եթե հանկարծ ինչ-որ պայմանավորվածություններ խախտվեն, իսկ դրանք կարող են խախտվել, ապա Ռուսաստանը հիմք ունենա այն գործողությունների, որը Ռուսաստանը իրականում պետք է աներ բնականաբար, եթե դա լիներ առանց իր թույլտվության։ Բայց հիմա արդեն, տեսեք, հետադարձ հայացքը օգնում է։ Մի քիչ այլ բան եմ տեսնում։ Այս նույն հայտարարության մեջ հիշատակում է Պեսկովը, որ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ֆրանսիայի
եւ ԱՄՆ-ի նախագահների պատրաստող համատեղ հայտարարության մասին։ Ուրեմն առաջին հայացքից ինչ կապ ունի, բայց մենք տեսնում ենք հետեւյալը, որ մի բան էլ ավելի ասեմ, նաեւ Զախարովն է հիշում ուրեմն այս մինչեւ անդրադառնամ, կներեք, որ բանալեցի, այս էլ ամեն դեպքում Զախարովն իր հերթին է անդրադառնում, որ ուրեմն անպատասխանատու ենք համարում երրորդ կողմերի ցանկացած հայտարարություն եւ գործողություն, որոնք կարող են սրել իրավիճակը եւ ապականացնել Անդրկովկասում իրադրությունը եւ սա էլի վերաբերվում է նաեւ այս ուրեմն Սիրիայի եկած զինյալներին, էլի Թուրքիայի անունը չի տրվում, բայց ասում է, որ ունենք տվյալներ, մենք մեր սեփական տվյալներ ունենք, շեշտում է, որ սեփական տվյալներ ունենք, սա էլ է կարևոր, այսինքն նկատի ունի, որ ուրիշ երկրները նույնպես բաներ են անում, որ այդտեղ ուրեմն այդ Սիրիայի զինյալները կան եւ ինչ է տեղի ունենում սրան զուգահեռ կամ սրան նախորդ օրը։ Տեսեք, Պեսկովը առաջին օրը շատ անորոշ հայտարարություն է անում, հաջորդ օրը փոխվում է, պարզվում է, որ կա որոշակի կոնկրետիկա եւ Զախարովն է ասում, եւ ինչ է սրան զուգահեռ տեղի ունենում, զուգահեռ տեղի ունենում, ավելի շուտ ոչ թե զուգահեռ, այլ այս արդեն ավելի կոնկրետ հայտարարությունների նախորդ օրը տեղի ունենում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այսպես ակտիվացում է այս հարցում, որը շատ ավելի կտրուկ, շատ ավելի պարզ հայտարարություններ է անում այս թեմայով։ Նա ասում է, որ Թուրքիայի քաղաքական հայտարարությունը անխոհեմ ու վտանգավոր է համարում, այսինքն Թուրքիայի անունը տալիս է հստակ։ Նաև ասում է, որ հարվածները նախաձեռնել է ադրբեջանական կողմը, ինչը անընդունելի է իրենց համար։ Նաև ասում է, որ Ֆրանսիան Ղարաբաղի մարտերին Թուրքիայից իսլամիստների մասնակցության ապացույցներ ունի, Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին է հայտարարում, Մակրոնը հստակ տեղեկություններ ունենք, որ ցույց է տալիս, որ սիրիացի գրողները Ղարաբաղում մարտական գործողություններ են միացել եւ էլի ուրեմն նույնիսկ ասում է, որ իրենք պետք է քննարկեն հարցը, որ ուրեմն Թուրքիային բանից ԵԱՀԿ-ի անդամակցությունից զրկեն եւ այլն, ու մի քանի անգամ է հայտարարում, հիմա բոլորը չկարդանք, եւ Թուրքիայի մասին, եւ Ադրբեջանի մասին, եւ այդ սիրիական զինյալների մասին ու շատ կտրուկ ու անուններ տալով ամեն ինչ շատ, ասես այս ամեն ինչը 2 օրվա մեջ սեպտեմբերի 30, հոկտեմբերի 1 եւ նաեւ ասում է, որ ինքը պատրաստվում է, տեղեկացնում է, որ պատրաստվում է խոսել Պուտինի հետ եւ Թրամփի հետ այս թեմայով։ Եվ սրանից հետո նոր հանկարծ հայտնվում են ուրեմն այս ռուսական ավելի կոնկրետ հայտարարություն։ Եվ իրոք, իդեպ խոսակցությունը նույնպես տեղի ունենում, դրանից հետո որ Մակրոնը ասում է, խոսակցություն է տևում Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ը Մակրոնի խոսակցությունը, որտեղ քննարկում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ եւ կողմերը կտրուկ դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը, ինչպես նաեւ մտահոգություն են հայտնել ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ։ Այստեղ զինյալների մասին խոսք չկա իդեպ։ Այս գոնե հաղորդագրության մեջ, հետո արդեն Պուտինը, Թրամփը եւ Մակրոնը համատեղ հայտարարություն են անում, այդ հայտարարության մեջ էլ ոչինչ բան չկա, զինյալների մասին, Թուրքիայի մասին ընդհանուր խոսքեր են, բայց ինչն է հետաքրքիր, որ ուրեմն Ռուսաստանի այս հանկարծ ոնց որ փոփոխությունը որոշակի, հայտարարությունների, որ սկսում են ամենայն դեպս ինչ որ ձևի անդրադառնալ թեկուզ եւ անորոշ, առանց նորմալ անուններ տալու, շատ այսպես բավականին ոչ կտրուկ են իմաստով թե ինչ կարող է լինել կամ համեմատած նույն Ֆրանսիայի դիրքորոշման հետ, ես իհարկե այսօր արդեն նայելով այս համեմատելով կապում եմ հենց Մակրոնի ակտիվացման հետ, նախ Մակրոնի այդ հայտարարություններից հետ արդեն գրեթե անհնար էր դառնում, որ Ռուսաստանը որևէ կերպ չանդրադառնա, այսինքն սկսում են անդրադառնալ, բայց միայն Մակրոնի հայտարարությունից հետո, սա ուրեմն արձանագրում ենք, եւ հատկապես արդեն խոսակցությունից հետո Մակրոն-Պուտին եւ հետո էլ այդ հայտարարությունը Մակրոն-Պուտին-Թրամփ այս ամեն ինչի ֆոնին եւ սրա հետևանքով փաստորեն կարող ենք մենք այստեղ ժամանակագրությունը շարելով արդեն հասկանալ, նոր Ռուսաստանը սկսում է որոշակի ձևով արձագանքներ տալ այս իրավիճակին, հատկապես այդ Սիրիայի զինյալներին, բայց ելի ոնց որ չնշելով որտեղից են դրանք հայտնվել, այսինքն իրանք են եկել, օդից են տեղ իջել, չգիտեմ ոնց են եղել, թե թունելներ են փորել, տակով մտել են համենայնիվս չի ասում, թե այդ որ երկիրն է իրենց այդտեղ բերել։ Այս ամեն ինչից հետո, բայց նույն օրը ոնց որ թե հոկտեմբերի 1-ին տեղի ունենում Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մևլութ Չավուշօղլու խոսակցություն, այսինքն այդպես թեթևակիորեն դատապարտում են այդ ամեն ինչը սիրիալի զենյալները, հետո զանգում են իրար
այդ արդեն Մակրոնի բանի հետ խոսալուց հետո եւ հանգամանորեն քննարկում են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության էսկալացիա։ Մի քիչ կարդանք այս հայտարարությունը, որ հետո մեկնաբանենք ու ուրեմն ռուսական բանի հայտարարությունը ընդգծվել է, այսինքն երկու կողմն են ընդգծել հակամարտությունում ուրիշ տարածաշրջաններից անօրինական զինված խմբավորումների ահաբեկիչներին ներգրավելու անթույլատրելիություն, ուրեմն երկուսով են ընդգծել, ըստ ռուսական հաղորդակցության Չավուշօղլուն էլ դա իր համար էլ անթույլատրելի։ Նշվել է խիստ կշռադատված քայլերի անհրաժեշտությունը եւ այլն, հաստատվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի իրավիճակի կայունացման ուղղված համակարգման պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու նպատակով։ Եվ անդրադարձարվել երկկողմանի օրակարգի այլ հարցերին։ Ուրեմն շատ հետաքրքիր է սա։ Նախ ինքը խոսակցության փաստը էլի հետաքրքիր է, թե որտեղ էլի են խոսացել։ Այս հաճախականությամբ ինչ ունեն մեծ հաշվով Ռուսաստանն ու Թուրքիան խոսելու այս հարցի շուրջ, Ռուսաստանը հատկապես ինչ ունի Թուրքիայի հետ խոսելու, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանը չպետք է ընդունի սկզբանե Թուրքիայի ընդհանրապես այստեղ մասնակցելու, նույնիսկ եթե պատերազմին չմասնակցեր, այլ ուղղակի ընդհանրապես այս հարցը քննարկելու լեգիտիմությունը, չէ՞, այն Ռուսաստանը, որ ներկայացնում են մեր ռուսասերները, որ տենց ինքնամիակ մեր բանը, պատվարը պաշտպանի, ինչի ինքը ընդհանրապես պետք է լեգիտիմություն ընդունի։ Կա լեգիտիմ ֆորմատ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, բարձր ինչ են այնտեղ խոսում։ Ինչ են խոսում Թուրքիայի հետ։ Եթե նույնիսկ խոսում են ընկերական ըստ էության գործընկերային խոսակցությունը եւ համատեղ դիրքորոշումներ են, եւ ոչ թե խոսում է, ասում է, հələ տեսեք, զգուշացնում եմ ձեզ վերջին անգամ նախ իմ դաշնակից Հայաստանի հետ գործ չունեք, որտեղ ես եմ պաշտպանը։ Եվ երկրորդը, որ այս ինչ Թուրքիա, այս ինչ Սիրիայի զինյալներ են, հասկանում, չէ, այդպես չի խոսակցությունը։ Եվ հարց է ցակում, պատերազմի ընթացքում արդեն որերորդ անգամ է, որ Թուրքիա-Ռուսաստան խոսակցությունը եւ իրանք է շեշտում են, որ անդադ կոնտակտների մեջ են։ Անցել է եւս ուրեմն պատերազմից մի 4 օր, եւ նորից իրենք խոսում են, քննարկում են եւ այլն։ Այսինքն լավ, ես չեմ ուզում շատ զբաղանալ, ինքնին պարզ է ինձ թվում։ Ես չեմ ուզում նույնիսկ ստեղ բացատրեմ մեկնաբանեմ, ինձ թվում է ցանկացած մտածող մարդու որ պարզ պետք է լինի, որտեղ խնդիր կա։ Այսինքն այդպես չի կարող լինել, սա բնական չի։ Եվ մյուսը, որ ամեն դեպքում իրենք լուրջ դատապարտում են այդ Սիրիայի զինյալներին, թե սա որպես հեգնանք ընկալես, որովհետեւ պարզում է, որ երկու կողմն էլ, որտեղ ընդգծվել է երկու ստեկ փաստորեն, չի գրած երկու ստեկ, բայց ընդգծվել է, որ այդ ահաբեկչական բաները անթույլատրելի են, ընդգծել են երկու կողմն էլ, այսինքն Չավուշօղլու համար էլ է անընդունելի։ Մի խոսքով սա նույնպես արդեն չգիտեմ, էլի, այսպես սև հումորի շարքից է կամ չգիտեմ, հեգնանքի շարքից է եւ իհարկե որ Ռուսաստանը ու Թուրքիան փաստորեն միասին պետք է ինչ-որ ջանքեր ուղղեն, որպեսզի կարգավորվի այս գործընթացը եւ խաղաղություն լինի։ Էսա այս խոսակցության իմաստը, այսինքն մենք տեսնում ենք շատ պարզ ձևով, որ չնայած այդ բոլոր, այսպես ասած, դատապարտումներին, այն էլ ստիպողական փաստորեն իրավիճակից ելնելով շարունակում է ռուս-թուրքական շատ ինտենսիվ շփումը եւ այդ շփման իմաստը համատեղ փաստորեն դիրքորոշումներ ձևակերպելն է եւ համատեղ գործողություններ անելը եւ այսպես ասած ընթացիկ քննարկելը, թե ինչ վիճակում է այն ինչը որ ինչպես վերլուծել ենք, իրենք չեն կարող նախապես այս ամեն ինչը պայմանավորված չնեին, սեփական դիրքորոշումները միմյանց ճշտած չլինեին, երևի այսքանը հանդիպենք մյուս անգամ, հուսամ հետաքրքիր է։